Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար մեկ ստախոսն է, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահվածք ունի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկվում է, այսօր ասում է մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է ասել Նիկոլ Փաշինյանը ինքը ասեմ համարում եք մոլորված զավակ պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք։ Ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը։ Կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առաքից խոսել։ Եթե ասում է դատաստանի առաքի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում էի ինձ այցի եկաք, դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների։ Ասում է տնանկ էի, ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44 օրյայի պատերազմի իր ապաշնոր ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել։ Այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք։ Այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել